անվտանգությունը վատթարացել է Հայաստանում, թե ոչ, հարց է հնչել Հայաստանում վերջին տարիների ընթացքում անվտանգությունը վատթարացել է, այո կամ ոչ։ Փետրվարին ձախից վերջին հետազոտության մեջ տեսնում ենք շուրջ 60% ասել է, որ այո, վատթարացել է անվտանգությունը, շուրջ 39% ասել է ոչ, չի վատթարացել անվտանգությունը։ Իսկ հոկտեմբերին 53%-ն էր ասել, որ այո, վատթարացել է, եւ 45% ասել էր ոչ, չի վատթարացել։ Այստեղ իհարկե նոնսենս է շատերի համար, թե ինչպես կարող է վերջին տարիներին այսքան ռազմական գործողություններ եւ այսքան պատերազմների միջոցով տարբեր ժամանակներ, տարբեր տևողությունների պատերազմների միջով անցած երկիրը եւ հանրությունը ասի, որ անվտանգությունը չի վատթարացել, սակայն անվտանգության ընկալումը շատ սուբյեկտիվ է եւ տվյալ քաղաքացուց հարցվողից, երբ որ հարցնում ես անվտանգությունը, ինքը այդ անվտանգությունը սուբյեկտիվ ընկալում ունի։ Իհարկե մենք մասնավորեցրել ենք սահմանների անվտանգությունը, բայց եթե ինքը օրինակ ապրում է Կալինին Տաշիր համայնքում եւ իր շուրջ գտնվող սահման օրինակ անվտանգի իր ընկալման մեջ կարող է անվտանգ սահմանի անվտանգությունը դեռևս վատթարացած չլինի։ Ուստի կա բացատրություն, թե ինչու են մարդկանց զգալի մասը համարում, որ ոչ չի վատթարացել վերջին տարիներին։